Շարունակել հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը, թե ոչ, որոնք պետք է լինեն մեր հետագա քայլերը։ Հենց այս հարցերի շուրջ կլոր սեղան քննարկման ժամանակ հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ Ջամբարի հայ սկաուտների հետ բանավիճեցին Երևանի ամերիկյան համալսարանի եւ Գուգարաց թեմի Նարեկացի երիտասարդաց միության ներկայացուցիչները։ Թե սփյուռքի եւ թե հայաստանցի երիտասարդների կարծիքներն այս հարցում համընկնում էին։ Հարկավոր է միաբանվել մեկ բասկի մեջ ու շարունակել թե իրավական եւ թե տեղեկատվական պայքարը նույն ոգով, այլապես 100 տարվա ջանքերը կկորցնեն իրենց արժեքը։ 100 տարվա զգացած ապրածը 101-րդ տարում չի փոխվում ու այդ պահանջը միշտ մնում է։ Պետք է կոորդինացիոնը շատ ավելի զորանալ սփյուռքին եւ հայրենիքին եւ Ղարաբաղի միջեւ։ Պետք է նման տարիներում բանջենք, ոչ թե միայն 100 տարին բանջենք։ Հաջորդ տարին պետք է բանջենք, ինչպես որ այս տարի բանջեցինք, բոլոր աշխարհը բանջեց։ Թուրքիայի հետ մենք չենք ուզում ունենանք թշնամություն, այլ ուղղակի պահանջում ենք մենք մեր իրավունքները եւ այդ գործի համար բոլոր հայերը պետք է միավորվեն իրար հետ։ Երբ իրարու կմիանանք ու գզորանանք մեր դնդեսական, ինչպես ասեմ, situation-ը, վիճակը, մեր political վիճակը, երբ հայրենիքը եւ սփյուռքը գարենան իրարու հետ համացանության կան եւ միանան, ես կարծեմ թե այդքան հզոր կլանք։ Բանավեճի ընթացքում խոսվեց Սփյուռքում հայապահպանության, հայ երիտասարդության պոտենցիալ ուժի ու հակառակորդի հնարավորությունների մասին։ Երևանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչն առաջարկեց պայքարի այս փուլում նոր մարտավարություն որդեգրել։ Մենք երիտասարդ թուրքերում մեզի պես երիտասարդներ, որոնք գապ չունին իրենք ինչ երազ են իրենց բաբերը, անոնց հետ միանանք եւ իրենց հետ լեզու գրնանք գտնել եւ գրնալը լավ ծավալ գրնանք աճողել։ Սուրիայի գործեն գարձեն բոլորս պետք է սովորի։ Մեր երկիրն այնտեղ շատ վերջեր նախագահ համացանություններ գնքեց, Թուրքիայի սահմանները բացավ, ամեն ինչ մտավ, գործերը շատ մահայեր սկսան գործեր ունենալ, հարստացան, ասին ամենաբարձ բանը որ գործի բաժանները մեկը է, որ ես այսօր գնամ Հայաստան, բաբասինցի Հայաստան ուղարկեց։ Բայց նույն այդ սահման բանալն էր, որ Թուրքիային այսօր ջամփապացավ, որ ինքը գրնա հանկիստ իր տերորիստները մտցնել մեր կողմ եւ օգտվի այդ առիթը։ Բանավեճին նոր երանգ հաղորդեց մայրաքաղաքի մյուս ներկայացուցիչը հղում կատարելով 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում նախագահ Սերժ Սարգսյանի պահանջագրի ընթերցումը։ Մենք չունենք հստակ մի փաստաթուղթ, որը նշում է, որ մենք ուզում ենք մեր հողերը կամ մենք ուզում ենք ուղղակի ճանաչում։ Չկան այդպիսի օրինական փաստաթուղթ մինչև այժմ ու բացի դրանից չունենք նաև այնպիսի մի բան, ով պիտի լինի այդ հարթուցման կրողը։ Պետք է այստեղ այդ հողերը լրացնենք, մենք այդ թադար հողերը լրացնենք, այդտեղ կորց տնենք կամ չգիտեմ բայկարենք երեխաները մեծացնենք, հետո գնանք ասենք որ մեզ հող տվեք։ Հիմա որ մեզ հող տան, տենց թադար կա մնալու, իզուր քուրդերուն ա մնալու։ Լուծման լավագույն տարբերակը ոչ միայն Հայաստանում լինելն է, ոչ միայն Հայաստանում համախմբելն է, այլ նաև քիչ թե շատ ներգաղթելն է պատմական Հայաստան։ Այնտեղ օջախներ ստեղծել։ Խոսեցին, բանավիճեցին ու եկան եզրահանգման։ Պետք է պահպանել հայությունը, ներգաղթել պատմական հայրենիք Հայաստան, զինվել, շարունակել իրավական պայքարը, երկրի ներքին զարգացման համար ստեղծել մրցակցային պայմաններ ու ի վերջո շնացնել հայրենիքը։ Գուգարաց թեմի առաջնորդը բարձր գնահատեց երիտասարդության ցանկությունը պայքարելու ու ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ։ Արքեպիսկոպոսը նրանց կոչ արեց տեր կանգնել իրենց ինքնությանը, իրենց նախնիների ստեղծած արժեքներին, ուսումնասիրել ազգի պատմությունն ու դասեր քաղել անցյալի սխալներից։ Խորհուրդ տվեց չսպասել փրկիչների եւ պատերազմի ու աղքատության գնով ձեռք բերված ազգային պետականության շահը սեփականից վերդասելով ուսուսի տված հաղթահարել անհաղթահարելին։ Դու մի մորցի ռեսպուբլիկահայ, դու հոս իրավունքներ ունիս Հայաստանի մեջ, նաեւ բարդականություններ ունիս։ Ով սա որ Հայաստանը հայաստանցիներունն է, ով ձեզի սավադանք բանը։ Հայաստանը համայն հայության Հայաստանն է եւ հայրենիքն է։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ սկաուտական ճամբարի ընդհանուր պատասխանատուն եւս գոհ է բանավեճի արդյունքներից։ Այսօր համոզվեց մեր ապագան լավ ընթացքի մեջ է։ Սա արդեն մեզի լավադեսություն գներշնչե եւ իրենք բարդավորիչ կսկան այդ իրենց վրա տրված հույսերը։ Այդքան մենք միշտ կասենք ներկա սերունդը մի քիչ անհոգ է, անդարբեր է եւ այլն, բայց երբ որ լուրջ նյութերու մասին կա, չէ, լուրջ են այս տղաքը եւ լավ արդյունք տվող արտահայտված նյութերը եւ գարձիկները դարբեր էին, բայց բոլորին խորքը հաստատ
եւ համոզիչ արտահայտություններ էին։ Ուրեմն ինքնավստահ երիտասարդներ են, մեր ավական լավ ընթացքի մեջ է։ Հերմինե Յավարյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ,